Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, թալանվածը, գողացվածը, ապօրինի կամ անարդար կերպով օտարվածը վերադարձնելու կառավարության կամքը ոչ միայն չի նվազել, այլև ահա պատրաստի ինստիտուտները, բանաձևերը, համակարգերը գործարկված են ապացուցելի եւ տեսանելի։ Բայց կարևոր է ընդգծել, որ այս ընթացքում ոչ միայն վնասված չէ Հայաստանի պետականությունն ու միջազգային հեղինակությունը, որը այս ողջ process-ի ընթացքում շատ մեծ ռիսկ էր, այլև ամեն ինչ արվել է լիարժեք, օրինականորեն եւ անցնցում։ Միևնույն ժամանակ մենք 100%-ով համատարիմ ենք մնացել 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ընթացքում տված մեր խոստումներին, չբեմադրելով վրեժխնդրության ու վենդետաների տեսարաններ, այլ ընդհակառակը հավատարիմ մնալով պետության կայացման ինստիտուցիոնալ ճանապարհին, որը թերևս ամենաբարդ, ամենադժվար, բայց միակ ճշմարիտ ճանապարհն է եւ շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։ Այս թեմայով իմ ասելիքը ամփոփելով ուզում եմ հատուկ ընդգծել, սա շատ կարևոր է, որ վերը նշված ընկերությունների անունների հիշատակումը այդ համատեքստում վերաբերվում է նախորդող շրջանի գործընթացներին եւ այդ ընկերություններին իմ հիշատակած հայտնի գործընթացների արդյունքում համարում եմ կառավարության հուսալի եւ վստահելի գործընկեր եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ընկերությունների, խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ամուլսարի, Viva Armenia ընկերության, մեր համասեփականատերերին արդյունավետ համագործակցության համար, որը մենք անշուշտ կշարունակենք ամենաազնիվ կերպով։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այս ամենը լսելուց հետո հասկանալիորեն ձեր մոտ հարց պիտի առաջանա, բա ինչ են արվել, ինչի համար են օգտագործվել վերը հիշահատակված հավելյալ միլիարդները դոլարով եւ ավելի քան տրիլիոնը դրամով։ Շատ կարևոր հարց է եւ ես հիմա կետ առ կետ կձևակերպեմ այդ հարցի պատասխանը ամենակարևորագույն շեշտադրումներով։ 2018 թվականից ի վեր, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 233 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացրել ենք թոշակների ավելացմանը։ Այսինքն 233 միլիարդ դրամ միայն հավելյալ տվել ենք կենսաթոշակների ավելացմանը։ 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը։ 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու որոշում ենք կայացրել։ Միջին կենսաթոշակի չափը ավելացել է 22.3%-ով։ Այս ցուցանիշն իհարկե բավարար չէ։ Պետք է հարց ծագի, այս ինչ է, 233 միլիարդ հատկացրել եք եւ ընդամենը միջինը աճել է 22.3%-ով։ Այո, բայց պետք է հաշվի առնել, որ վեր նշված գումարը բաշխվել է անընդհատ ավելացող թոշակառուների միջև։ Իսկ 2018 թվականից մինչև այսպա մեր սիրելի թոշակառուների թիվը ավելացել է 125,000 դրամով։ Սա ընդգծում եմ ցույց տալու համար, որ մենք կենսաթոշակային հիմնադրամը հավելել ենք ահռելի ծավալով, բայց ահռելի ծավալով մեծացել է նաև կենսաթոշակառուների թիվը, որոնց միջև բաշխվել է նշված գումարը, որը անհատի մակարդակով երբեմն այնքան էլ շոշափելի չէ, որքան համախառն հիմնադրամի մակարդակում։ Նաև այս է պատճառը, որ մենք ներդրել ենք թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում ետվճարի համակարգ, որով շուրջ 290,000 կենսաթոշակառու ետ է ստացել շուրջ 19.9 միլիարդ դրամ, որից 18 միլիարդ դրամը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Շարունակելով այդ հավելյալ միջոցների թվարկումը, 2018 թվականից ի վեր 61 միլիարդ լրացուցիչ դրամ է հատկացվել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ծրագրին։ Սա ես խոսում եմ
Այն բյուջետային, եթե բյուջետային ծրագրերը եղել են, այս թվերը նախկինում եղածի վրա ավելացածներն են միայն 18 թվականից հետո։ Ի սկզբանե 2 տարեկան, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ծրագրի շահառու էին հանդիսանում միայն աշխատող մայրերը։ Այսինքն միայն աշխատող մայրերն էին մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ տանում։ 2018 թվականից հետո մենք նախ ծրագրի շահառու դարձրեցինք գյուղական վայրերում ապրող, բայց չաշխատող երիտասարդ մայրիկներին, ապա նաև քաղաքներում բնակվող եւ չաշխատող երիտասարդ մայրիկներին, այսինքն գործնականում բոլորին։ Արդյունքում 2018 թվականի համեմատ այս նպաստը ստացող երիտասարդ մայրիկների թիվը ավելացավ 4 ու 6 անգամ, 12733-ից դառնալով 58796, այսինքն ավելանալով 46063 մարդով, իսկ նպաստի միջին չափը ավելի քան կրկնապատկվել է։ Հաջորդը 31.4 միլիարդ դրամ տրամադրվել է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաներին։ Այս ծրագիրը նախկինում գոյություն չի ունեցել եւ սկսել է գործել 2022 թվականի հունվարի 1-ից եւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 33825 երեխա պետությունից, պետական բյուջեից, այդ հավելյալ 4.2 միլիարդից 50000 ամսական դրամ աջակցություն է ստանում։ 5.4 միլիարդ դրամը բնակելի տների եւ բազմաբնակարան շենքերի էներգա-արդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրել ենք 25000 քաղաքացիների, նրանց օգնելով էներգա-արդյունավետ դարձնել իրենց բնակարանները եւ տները, հարմարեցնել հնարավոր բիզնես գործունեության համար։ Ծրագրի իրականացման եղանակը վարկերի տոկոսների սուբսիդավորումն է եւ այս 5.4 միլիարդը գնացել է այդ տոկոսների սուբսիդավորմանը։ 99 միլիարդ դրամը տրամադրել են 300 դպրոց ծրագրի իրականացման համար, որով դպրոցական ենթակառուցվածք կստեղծվի, կհիմնանորոգվի կամ կնորոգվի 63400 դպրոցականների համար։ 37 միլիարդ դրամը տրամադրվել է ուսուցիչների վարձատրությունը ավելացնելուն տարբեր ծրագրերով։ Ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է 2019 թվականին համատարած, ապա գործողության մեջ է մտել կամավոր ատեստավորման ծրագիրը, ապա ԲՏՃՄ ուղղություններով եւ մինչև 100 երեխա ունեցող դպրոցների ուսուցիչների վարձատրության հավելումների ծրագիրը։ Արդյունքում 2018 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության հիմնադրամը աճել է համախառն 37 միլիարդ դրամով, ինչը նշանակում է ուսուցիչների վարձատրության հիմնադրամի աճ 67%-ով եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում 597500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Հավելյալ 74.3 միլիարդ տրամադրվել է գիտության ֆինանսավորմանը։ Ընդ որում իրականացվել է գիտաշխատողների աշխատավարձի բարձրացում 105-ից 300%-ով։ 2018-2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատությամբ գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում ավելի քան կրկնապատկվել է։ Հավելյալ 31 միլիարդ դրամ տրամադրել ենք բանակի ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը եւ այսօր Հայաստանում 582,000 դրամ աշխատավարձ ստացող շարքային զինվորական կա։ 2018-ից 2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատ հավելյալ 242 միլիարդ դրամ է տրամադրվել ճանապարհների կառուցման համար եւ նախորդող 7 տարիների համեմատությամբ կառուցվել, հիմնանորոգվել եւ նորոգվել է, ուշադրություն դարձրեք, 2000 կիլոմետր ճանապարհ։ Սա 2011-17-ի նկատմամբ հավելյալն է։ Այսինքն այդ նախորդող շրջանի նկատմամբ 576%-ով ավելի շատ ճանապարհ է նորոգվել, հիմնանորոգվել, կառուցվել։ Ընդ որում
ոչ ֆինանսավորման, ոչ ճանապարհների կառուցման, այս թվերում ներառված չեն վարկային միջոցները, այսինքն հյուսիս-հարավ եւ այլ վարկերով կառուցվածքները ներառված չեն, եւ դրանց ծախսմամբ իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները ներառված չեն նաեւ սուբվենցիաներով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները։ Այսինքն առանց վարկերի եւ առանց սուբվենցիաների 2000 կիլոմետր հավելյալ ճանապարհ 2011-ից 2017-ի համեմատությամբ։ 2018 թվականից հետո պետական բյուջեից որպես աջակցություն ավելի քան 100 միլիարդ դրամ է ծախսվել աշխատանքային լեզվով ասած լիզինգի, ինտենսիվ այգեգործության եւ անասնապահության աջակցության, գյուղմթերքի մթերման աջակցության ծրագրերով։ Այս ծրագրերի հիմնական մասը նախկինում գոյություն չի ունեցել Հայաստանում։ 2018 թվականից ի վեր 271 միլիարդ դրամ քաղաքացիներին է վերադարձվել եկամտային հարկի վերադարձի ծրագրով, որը ներառում է նաև հիպոթեկային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանի շուրջ 41,000 ընտանիք նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստացել։ 2020 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը եւ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը 12151 երիտասարդ ընտանիք 8.6 միլիարդ դրամի հավելյալ աջակցություն է ստացել։ 114 միլիարդ դրամ ներդրվել է մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Սա ուշադրություն դարձրեք միայն պետական բյուջեից հատկացված միջոցներն են։ 2018 թվականից ի վեր սուբվենցիաների ընդհանուր փաթեթը կազմել է 225 միլիարդ դրամ։ Հայաստանի մարզերում որևէ 7-ամյակում այսպիսի ներդրում ուղղակի չի եղել, երբեք չի եղել։ Այս ծրագրի մեջ է նաև 500 մանկապարտեզի թեման, որի համար պետական բյուջեից տրամադրվել է 23 միլիարդ դրամ, շուրջ 33,000 երեխաների համար մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու նպատակով։ Ընդ որում, մյուս կողմից էլ 2018-2024 թվականներին համայնքներին տրվող դոտացիաները նախորդող 7-ամյա ժամանակահատվածի համեմատ աճել են 159 միլիարդ դրամով կամ 57%-ով։ Հարգելի գործընկերներ, այս թվարկումը դեռ կարելի է երկար շարունակել, բայց ասվածը բավարար է ի ցույց դնելու համար, որ ոչ թե թալանվածը վերադարձված եւ բաշխված է ժողովրդին, այլ թալանվածը վերադարձնելու եւ ժողովրդին վերադարձնելու համակարգ է ստեղծված։ Եվ այո, մոտավորապես 2 տրիլիոն դրամ արդեն իսկ վերադարձված եւ բաշխված է ժողովրդին եւ կամ ներդրված է Հայաստանի ռազմավարական զարգացման մեջ։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, հատուկ ուզում եմ ընդգծել, որ վերը բերված բյուջետային հաշվարկների մեջ որևէ կերպ արտահայտված չեն անշարժ գույքի հարկի հաշվարկները։ Սա հատուկ եմ ընդգծում, որովհետև անշարժ գույքի հարկի բարեփոխումների այն ժամանակացույցը, որն ընդունել ենք, ոմանք փորձ են անում շահարկել իբրև պետական բյուջե լցնելու միջոց։ Բայց այս մեղադրանքը եթե սխալ է, միայն մասամբ, որովհետև այո, հարկը բյուջե լցնելու միջոց է, բայց անշարժ գույքի հարկը համայնքային բյուջե լցնելու եւ ոչ թե պետական բյուջե։ Կրկնում եմ, անշարժ գույքի հարկից ոչ մի լումա չի մտնում պետական բյուջե, այլ բացառապես համայնքային բյուջեներ եւ պետք է հպարտությամբ ընդգծեմ, որ 2024 թվականին 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները եռապատկվել են։ Ընդ որում, ոչ միայն անշարժ գույքի հարկի հաշվին։ Օրինակ, տեղական վճարների տողով համայնքների բյուջեները աճել են շուրջ 276%-ով, 18 միլիարդ դրամով կամ։ Այլ եկամուտներ տողով շուրջ 344%-ով կամ 8 միլիարդ 386 միլիոն դրամով։ Համայնքների բյուջեների էական աճ արձանագրվել է բոլոր տողերով։ Իսկ ինչ է տեղի ունեցել անշարժ գույքի հարկի հետ։
Այո, ավելի քան կրկնապատկվել են անշարժ գույքի հարկից եկամուտները մտնելով համայնքային բյուջեներ։ Վերադառնալով անշարժ գույքի այդքան քննարկված եւ քննադատված հարկի նոր դրույքաչափերին, պիտի ընդգծեմ, որ իրականացված փոփոխությունները հիմնականում ծանրացել են 100 միլիոն դրամ եւ ավելի արժեք ունեցող, այսինքն միջինից էականորեն բարձր գին ունեցող գույքերի վրա։ Խնդրում եմ Այն ինչ որ հիմա կասեմ հատուկ ուշադրություն դարձրեք։ Մեր երկրում 100 միլիոն դրամ եւ ավելի արժեք ունեցող գույքերը ընդհանուր գույքերի մեջ, բոլոր գույքերի մեջ 100 միլիոն եւ ավելի դրամ արժեք ունեցող 0.62%-ն են։ Պատկերացրեք, մեր երկրում եղած գույքերի 0.62%-ն է, որոնց արժեքը 100 միլիոն դրամ եւ ավելի է։ Բայց այդ 0.62%-ը մեր կատարած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ 0.62%-ը վճարում է 42.7%-ը։ Հիմա աղմուկը իմացաք որտեղից է։ Ուշադրություն դարձրեք, հանրապետության անշարժ գույքերի 0.62%-ը վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ Ասել է, թե անշարժ գույքի հարկի համակարգի մեր իրականացրած բարեփոխումները առնվազն մի էական մասով նույնպես տեղավորվում են թալանածը վերադարձնելու տրամաբանության մեջ, որովհետև հարկերի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում ապօրինի կերպով հարուստ դարձածները։ Ապա եւ չմոռանանք, թե ինչ տեղի ունեցավ, եւ երբ 2019 թվականին մենք որոշում կայացրեցինք եռաչափ 23, 28 եւ 36% եկամտային հարկը հարթեցնելու եւ համընդհանուր 20% եկամտային հարկ սահմանելու վերաբերյալ։ Այդ ժամանակ այսօր դահլիճում ազգային ժողովի ընդդիմադիր հատվածում տեղ ունեցող բազմաթիվ ընդդիմադիրներ մեզ մեղադրում էին սոցիալական արդարության սկզբունքը խախտելու եւ հարուստներին աջակցելու մեջ, ինչին պատասխան մենք ասում ենք, որ հարստության լավագույն չափանիշը ոչ թե աշխատավարձն է, այլ անշարժ գույքը, եւ անշարժ գույքի հարկով մենք կկարողանանք կարգավորել առաջադրվող խնդիրը, ինչը ահա փաստացի իմ ասած վիճակագրությամբ ցույց տվեց, որ այդ բարեփոխումը ուղիղ 10-ին է խփել։ Շատ կարևորում եմ, որ մեր սիրելի հայրենակիցները այս նրբությունը տարբերակեն։ Անշարժ գույքի հարկերը մտնում են բացառապես համայնքային բյուջեներ, իսկ համայնքային բյուջեները պետք է ծախսվեն բացառապես քաղաքացու բակի, փողոցի, անմիջական միջավայրի բարեկարգման վրա։ Այսինքն անշարժ գույքի հարկը առավել ևս այն դեպքն է, երբ ասում են, որ այդ հարկը քաղաքացիները իրենց են վճարում աջ գրպանից ձախ գրպան տեղափոխելով։ Եվ այդ գումարները ծախսելու մասին որոշումները կայացնում են իրենց ընտրած ավագանիները, որը քաղաքացիներին ամենամոտ գտնվող ինստիտուտն ու մարմինն է։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Մեկնարկել է ամեն տարվա հետ ընդլայնվելու է համայնքների մասնակցային բյուջետավորման ծրագիրը, երբ քաղաքացիները ուղիղ կերպով կարող են որոշել, թե համայնքի համար որ նախագծերն են առաջնահերթ։ Քաղաքացիները կարող են առաջ քաշել սեփական գաղափարներ իրենց համայնքներում, իրենց կյանքը ավելի լավը դարձնելու համար եւ որոշում կայացնել այդ ծրագիրը ֆինանսավորելու եւ իրականացնելու մասին։ Մասնակցային բյուջետավորման այս համակարգը դեռևս ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ 2024 թվականի 4 համայնքների համար նախատեսված 500 միլիոնի փոխարեն 2025 թվականի պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է 1 միլիարդ դրամ 21 համայնքների համար։ Եվ այս ամենը գործնական արտահայտումն են այն բանի, որ պետական եւ համայնքային բյուջեներին վճարումներ անելով քաղաքացին կրկին ինքը իրեն բացառապես ինքը իրեն է վճարում եւ հենց այս ընկալումով է անցնում պետության եւ ապապետության միջև սահմանը։ Այսինքն պետության եւ ապապետության միջև սահմանը անցնում է
քաղաքացու համայնքին կամ պետական բյուջեին վճարած հարկի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Այդ վերաբերմունքն է ցույց տալիս, թե ինչա պետական մտածողություն, թե ինչա ապապետական մտածողություն։ Ընդհանրապես Հայաստանում կառավարության հասցեին եւ ոչ միայն հիմա մի մեղադրանք կա, որի մասին քիչ առաջ ակնարկեցի, որը աբսուրդ է իր էությամբ, աբսուրդների աբսուրդը, կառավարությանը մեղադրել պետական կամ համայնքային բյուջեները լցնելու մեջ։ Նշանակում է լավ չպատկերացնել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աղբյուրը եւ բանաձևը։ Նշանակում է կառավարությանը մեղադրել բյուջեն լցնելու ուղղությամբ ջան գործադրելու մեջ, նշանակում է կառավարությանը մեղադրել քաղաքացու համար բարեկեցություն կառուցելու մեջ։ Ասել եմ եւ կրկին ասում եմ, Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք, ոչ մի իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, չի կարող անել պարզապես, քան դա անում են տեղական եւ համայնքային բյուջեները։ Եվ պետական ու համայնքային բյուջեների մեծությունն ու չափն են արտահայտում յուրաքանչյուր քաղաքացու, բառից բուն իմաստով յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աստիճանը։ Բյուջեով է որոշվում, ասա երկրիդ բյուջեն ինչքան է, ասեմ ոնց ես ապրում դու, ասա համայնքային բյուջեն ինչքան է, ասեմ ոնց ես ապրում դու։ Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է ինքը անձամբ վաստակում, այլև այն, թե որքան է ինքը անձամբ հակ վճարում պետական եւ համայնքային բյուջե։ Որովհետև հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոր ճանապարհներ, մութ ու խավար փողոցներ ունեցող, ծառից ու ծաղկից զուրկ, զբոսայգի ու պուրակ չունեցող, խմելու եւ ոռոգման ջրի համակարգեր, կոյուղի չունեցող բնակավայր։ Հնարավոր չի տեղ լավ ապրել։ Իսկ այդպիսի բնակավայրերը, այսպիսի իրավիճակ ունեցող թաղամասերը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, այն խոշոր քաղաքներում հազարավոր են, հազարավոր։ Կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում։ Եթե ապրում ես այդպիսի ամբարիկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես։ Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր։ Եթե տեղ ես այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես։ Ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը արևից։ Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ համայնքում ունենալով կամ թաղամասում, լավ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչ խոսք, մարդը չի կարող ապրել առանց հացի եւ առանց հացի հնարավոր չի ապրել, հացի կարևորությունը ոչ ոք չի կարող թերագնահատել։ Իսկ կան արդյոք Հայաստանում ընտանիքներ, ովքեր հաց չունեն հենց հիմա, հենց այսօր։ Ցավոք կան։ Ինչ անենք ուրեմն։ Միթե մենք կարող ենք անտարբեր լինել այդ մարդկանց նկատմամբ։ Չենք կարող։ Եկեք ուրեմն գնանք եւ հաց տանք նրանց։ Այսօր տվեցինք հացը։ Տանք այսօր հացը։ Վաղը գնանք տեսնենք, թե ինչա փոխվել նրանց կյանքում։ Կտեսնենք մի բան, որ վաղը նույնպես նրանք չունեն այդ հացը։ Մենք վաղն էլ չենք կարող անտարբեր լինել։ Վաղը եկեք նորից տանենք հաց տանք նրանց։ Երրորդ օրը եկեք գնանք տեսնենք, ինչ փոխվեց նրանց կյանքում։ Կտեսնենք, որ նրանք կրկին հաց չունեն։ Երրորդ օրը նույնպես չենք կարող անտարբեր լինել նրանց վիճակի նկատմամբ։ Երրորդ օրը նույնպես տանենք հաց տանք։ Չորրորդ օրը գնանք տեսնենք, թե ինչ վիճակում են նրանք։ Կտեսնենք, որ նրանք էլի հաց չունեն։ Նույնը կկրկնվի 5-րդ օրը, 6-րդ օրը, առաջին ամիսը, 6-րդ ամիսը, առաջին տարին, 6-րդ տարին, 10-րդ տարին, եւ սա երևում է նաեւ պաշտոնական վիճակագրության։ Ավելի քան 10,000 ընտանիք Հայաստանում, 10 եւ ավելի տարի անապահովության նպաստ են ստանում Հայաստանում։ Շատ լավ, հաջորդ հարցը, բա այդ հացի համար ով է վճարում։ Բա այն չենք ուզում, հարկ չենք, ընդեղ չենք ուզում հարկ տանք, ընդեղ չենք ուզում հարկ տանք, ընդեղ չենք ուզում հարկ տանք, չենք ուզում։ Ով է վճարում այդ հացը։ Շատ լավ, մի տեղից տալիս ենք։ 10 տարի լավ թե վատ այդ մարդկանց ինչ որ հաց ենք հասցրել եւ ինչ ենք փոխել այդ մարդկանց կյանքում։ Ընդամենի մի բան,
մենք ընդամենը 10 տարի նվաստացրել ենք այդ մարդկանց, իրենց դարձրել ենք կախյալ եւ աղքատությունը նրանց համար պետական մակարդակով դարձրել ենք մտածողություն, ապրելակերպ, հոգեբանություն եւ նրանց երեխաներին դատապարտել ենք աղքատ լինելու ճակատագրին։ Եվ ես հպարտ եմ, որ քաղաքական կամք է ցուցաբերել այս կառավարությունը եւ այս քաղաքական մեծամասնությունը անապահովության գնահատման եւ աղքատության համակարգ նոր համակարգ ներդնելով, երբ մենք մարդուն այո հաց տալիս ենք, բայց միայն այնքան ժամանակ, երբ համոզվում ենք, որ նա բավարար ջանք է գործադրում եւ մենք էլ բավարար ջանք ենք գործադրում, որ նա սեփական հացը վաստակելու հնարավորություն, կարողություն, գիտելիք, կրթություն եւ հմտություն ունենա։ Իսկ երբ կրթության եւ աշխատանքի միջոցով այդ ջանքերը գործադրում է մարդը, մեր տված հացի կարիքը չի ունենում, այլ միջավայրի, բարեկարգ բնակավայրի, փողոցի, բակի իր վաստակած թեկուզ քիչ հացով բարեկեցիկ կյանք վարելու հնարավորություն է ակնկալում մեզնից։ Սա է մեր քաղաքականությունը եւ մեր ռազմավարությունը եւ սա ճիշտ ռազմավարություն է եւ արժանապատիվ ռազմավարություն է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։